Սիրելիներս ողջույն, այսօր պատրաստելու ենք բերանում հալչող շերտավոր խմոր, ճիշտ է, իմ ալիքում ունեմ մեկ այլ տարբերակ շերտավոր խմորի, բայց այս տարբերակը իմ ամենասիրելիներից է և ցանկացա պատրաստում էի, ցանկացա կիսվել նաև ձեզ հետ, որպեսզի ինչու ոչ ունենաք տարբեր բաղադրատոմսեր նաև դուք, պատրաստում եմ, որ իմ ալիքում կա նաև այդ տարբերակը, բայց սա իմ ամենասիրելիներից է, ինչ է մեզ անհրաժեշտ, 5 ձվի դեղնուց, կոտրել եմ արդեն այստեղ, լավ երևա, բարձրացնեմ, 5 ձվի դեղնուց, 1 կիլոգրամ կարագ սպրեդ, մարգարին, չգիտեմ, ձեզ մոտ ինչ է, ինձ մոտ սլիվեչնի մասլը գրված է, բայց 82%-անոց, մի գրոպ է, տեսնեմ, 82.5%-անոց մարգարին է ինձ մոտ, 1 կիլոգրամ մարգարին արդեն ասացի, 5 ձվի դեղնուց, 200 մլի բուսայուղ, 1 թեյ գթալ աղ, 1 թեյ գթալ լիմոնի աղ, կիտրոնա թթու, 1 լիտր ծորակի սառը ջուր և վերջ, այսքանը սիրելիներս, այո և ալյուրը վերջում 1.5-ից 2 կիլոգրամ, արդեն ըստ աշկաչափսի, հիմա ինչ ենք անում, այս ձվի դեղնուցները մի փոքր հարում ենք, որպեսզի գույնը մի փոքր բացի, իհարկե շատ չի բացի, քանի որ միայն ձվի դեղնուցն է, բայց ոչինչ, մի փոքր ենքան, որ ինքը միասերժ է, այսպես ասեմ, ինչ ենք անում, ավելացնում ենք աղը և կիտրոնաթթուն, ավելացրեցինք, հիմա սա էլ ենք խառնում, ավելացնում ենք բուսայուղը, հերթականությունով ինչ բաղադրիչներ թվարկեցի սիրելիներս, այդ բոլորը ավելացնում եք, սա էլ այստեղ նաև ջուրն ենք ավելացնում, սառը ծորակի ջուր, արդեն ասեցի, այս բոլորը ճիշտ թվարկել եմ հերթականությունով ավելացնում եք, ոչ մի խնդիր չի լինում, հետ, առաջ, մեկը առաջ, մեկը հետ, ոչ մի խնդիր, ինչ ասել եմ կարող եք իրար վրա ավելացնել և խառնել, կարագը վերջում եք ավելացնել, հիմա այս ամենը հարելուց հետո ավելացնում եք ալյուրը, շաղում ենք ոչ պինդ և ոչ թույլ խմոր, վերջում ցույց կտամ ինչ խմոր ենք ստանալու սիրելիներս, թողնելու ենք հանգստանա, հանգստանալուց հետո կարող եք բաժանել 10 մասի, կարող եք բաժանել 5 մասի խմորը, քանի որ 10 մասը փոքր է գալիս գնդերը ինձ համար, ես պատրաստում եմ 5 գունդ, բաժանում եմ 5 գունդ, ամեն գնդի մեջ դնելու ենք 200 գրամ կարագ, մարգարին այսինքն, ես ասում եմ կարագ, բայց դուք հասկացեք, կարող եք նաև կարագով պատրաստել, բայց մարգարինով շատ ավելի լավ արդյունք եք ստանում սիրելիներս, միևնույն է խանութից էլ որ գնում եք, մաքուր կարագ չի լինում, մարգարին են օգտագործում, այդ իսկ պատճառով ավելի լավ է այդ պահին դուք պատրաստեք ձեր ձեռքի, տեսնեք ինչ եք լցնում մեջը, ինչ մարգարին եք օգտագործում, քան խանութից գնեք, այսպես ասեմ, սրան ավելացնում ենք ալյուր, ավելացնենք ալյուրը, շաղենք և թողնելու ենք, հանգստանա մոտ կես ժամ 40 րոպե, ինչքան ժամանակ ունեք, լավ հանգստանալուց հետո նոր ավելացնելու ենք, բաժանելու ենք գնդերի, ավելացնելու ենք իրար ներսում բացելու ենք թեթև, ավելացնենք մարգարինները, թեթև գրտնակելու ենք, թողնելու ենք այդ վիճակով ինքը մնա, ամեն ժամը մեկ, իրան բացելու ենք, փակենք, 3 անգամ, ուրիշ անգամ էլ կարագ չենք քսում, որովհետև իրան արդեն դնում ենք իրար ներսում, անընդհատ քսել, այդ քսելու պրոցեսը սիրելիներս ինձ համար ոչ հաճելի, այսպես ասեմ, իրավիճակա, այդ իսկ պատճառով իմ սիրելիներից սա է, դնում եք մեջը, անում եք, բացում փակում եք 3 անգամ և դնում եք սառցախցիկ, եթե պատրաստելու եք այդ օրը, գոնե մեկ օր ցանկալի է մնա սառնարանում, ոչ թե սառցարանում, սառնարանում, մեկ օր սառնարանում մնալուց հետո կարող եք հաջորդ օրը
օգտագործել, իսկ եթե օգտագործելու եք հետո կարող եք դնել սառցարան եւ օգտագործելուց 1 օր առաջ կհանեք դնեք սառնարան, որ ինքը սառը միջավայրում հետ գա, ոչ թե միանգամից հալվի եւ մեջի կարագը խմորի հետ միասերվի, դա արդեն լավ արդյունք չեք ստանա, լավ չի բարձրանա։ Իսկ եթե հանում եք սառցարանից դնում սառնարանը, ինքը քիչ է սառույցը մեջի հալվում եւ շատ ավելի լավ արդյունք եք ստանում։ Ահա, այս պահին այսքանը ալյուրը ավելացնեմ քիչ խառնեմ, նորից կմիանամ ցույց կտամ ձեզ ինչ արդյունք ստացա, ինչ կարգի խմոր եք ստանալու, հանգստանալուց հետո նորից ցույց կտամ։ Ահա, սիրելիներս նայեք, ինչքան փափուկ, ձեռքերին չկպչող եւ նաեւ ոչ շատ թույլ խմոր, ոչ շատ պինդ, ոչ շատ թույլ, ալյուրը պետք չի շահագործել, որպեսզի չարաշահել, որպեսզի ստանաք լավ արդյունք, ահա, այսպիսի խմոր, ինչ եմ արել, շաղեցի վերջացրեցի 50 անգամ, ուղղակի հարվածեցի, այսպես ասած ծեծեցի խմորը, ահա, այսպես վերցրեցի եւ այսպես հարվածեցի, թույլ, այնքան որ մի 50 անգամ զուտ, որ խմորը շատ ավելի լավ հավաքվի, շատ ավելի ենթարկվող եւ լավ խմոր ստանաք, սիրելիներս, թե չէ, եթե չեք ցանկանում կարող եք չծեծել, ուղղակի ես միշտ դա կատարում եմ ավելի լավ է, խմորը միասին համասերվում, այսպես ասեմ։ Հիմա սա վերջացրեցի, թողնում եմ հանգստանա մոտ կես ժամ։ Հանգստանալուց հետո կբաժանեմ, կերկարացնեմ, այսպես ցույց եմ տալու, բայց ասեմ նաեւ, կերկարացնեմ եւ կկտրեմ 5 մասի, ինձ 5 գունդը մոտ 1 կիլոգրամ է գալու, կկշռեմ, կասեմ ինչքան է ամեն գունդը գալիս, այսպես, հիմա թողնեմ հանգստանա, հանգստանալուց հետո կբաժանեմ գնդերի, ցույց կտամ քսելը, բացելը, շարունակությունը, այս պահին այսքանը թողնում ենք հանգստանա կես ժամ։ Թողեցինք հանգստացավ, սիրելիներս, բաժանել եմ 5 մասի, աչքաչափսով բաժանել եմ, բայց հիմա ինչ ենք անում, բոլոր գնդերը դնելու եմ կշեռքին, այստեղ սրնդային թաղանթ եմ դրել, որ անմիջապես ճիշտ է մաքուր է, բայց կշեռքին չդնեմ, դնում եմ կշեռքին, մոտավոր բոլոր կշռեմ, տեսնեմ ինչքան է եղել, հավասար է, հավասար չի, բոլորը հավասարացնում ենք, նոր գնդում ենք եւ սկսում բացել խմորը, դնել կարագները արդեն մեջը։ Մոտավոր 540 գրամ է, հիմա սա 560, հիմա փորձենք բոլորը տեսնենք 560 գրամով կհավասարացնենք, թե ոչ։ Սա 550 շատ եղավ մոտավոր, հիմա հավասարացնեմ բոլորը 560 գրամ կամ տեսնեմ ինչքան է վերջնական գրամները, բոլորը կասեմ։ Հիմա բոլոր գնդերը բաժանեցի 5 մասերի, ստացա 560 գրամ, մի գունդը մենակ եղավ 550 գրամ, ոչինչ, 10 գրամ ես կողմեն կողմ, բան չի խանգարում, սիրելիներս, մոտ 560 գրամ գնդեր ենք ստանում առանց կարագի, հիմա 200 գրամ էլ որ դնենք իրա մեջ, կլինի 760 գրամ, 200 գրամ ենք ամեն գնդի մեջ դնելու, հիմա սա թեթև բացեմ, ցույց տամ, իրա պղպջակները, տեսնում եք, սա վկայում է լավ խմոր ստանալու, լավ արդյունք ստանալու մասին, լավ խմոր ենք ստացել սիրելիներս։ Հիմա, շատ ալյուր չենք անում, աշխատում ենք բացենք այսպես։ Ինքը ինչքան էլ կպնում է կրտնակին, բայց պոկվող խմորա չի լղոզվում, աշխատեք շատ խմոր մի արեք։ Հիմա այսպես, բավական է, շատ բարակ է չենք անում, որ կարագը դուր չգա։
ինչ ենք անում, վերցնում ենք, ես բաժանել եմ բոլորը 200 գրամների, հիմա սա մեջտեղից կտրում եմ և նույնը մի փոքր ես կողմ, մի փոքր են կողմ չի խանգարվի, որովհետև բոլոր այս 200 գրամը այս նույն խմորի մեջ է գնում, սիրելիներս։ Ահա, կսեցինք, դրեցինք, մի փոքր ձեռքի օգնությամբ, այսպես տարածում ենք, քանի որ ինքը սենյակային ջերմաստիճանի է, լավ ենթարկվող է։ Ահա, այսպես ձեռքերով մի փոքր օգնում ենք, բացում ենք իրա մեջ, տարածում ենք ամբողջությամբ, խմորի մեջ։ Ահա, սա էլ այսպես, ինչ ենք անում։ Ահա, այսպես վրա ենք բերում։ Ծրարի նման բերում ենք իրար վրա, ամրացնում, որ դուրս չգա։ Ահա, այսպես և այսպես։ Այս վիճակով թողնում ենք հանգստանա, իրան բացեցինք, դրեցինք մեջը ծրարի նման հավաքեցինք։ Ահա, այս վիճակով իրան էլ չենք գրտնակում, թողնում ենք հանգստանա 1 ժամ։ 1 ժամ հետո պոլիէթիլենային տոպրակի մեջ եք անցկացնում, սիրելիներս։ Ահա, ես ցույց տամ, բացեմ, ամեն գունդը առանձին, բացում եք դնում մեջը, թողնում, սենյակային ջերմաստիճանի, շատ շոգ չի, միևնույն համար չի, ինքը չի հասցնի հալվի, այս թվում է նորմալ ջերմաստիճանը, այս պահին կարող եք թողնել սենյակային ջերմաստիճանի, ամռանը այո, սառնարանում պետք է պահեք, քանի որ հալվում է։ Այս սենց դրեցի, թողնելու եմ հանգստանա 1 ժամ, 1 ժամ հետո բացելու եմ, սրանից բացի 3 անգամ բացելու ենք, փակենք, սիրելիներս, սա ուղղակի բացին դրինք մեջը, իրան չենք կրտնակել, սա չենք հաշվում, սրանից բացի 3 անգամ, նույն գործողությունը սա կատարեմ, վերջում կմիանամ, ցույց կտամ ինչ ստացա։ Ահա և վերջ, մեր շերտավոր խմորը պատրաստ է, սիրելիներս, պատրաստեք, այս տարբերակը շատ ավելի հաջող բաղադրատոմս է, բերանում հալչում է։ Պատրաստեք, գրեք ձեր կարծիքը, եթե կցանկանաք, խոստանում եմ, այս խմորով հաջորդ տեսանյութում կնկարահանեմ ձեզ համար և գաթայի կտրվածք և գաթա այս խմորով, որ տեսնեք ինչքան հաջող բաղադրատոմս է և ինչ լավ ստացվում է։ Նաև կարող եք գրել ձեր կարծիքը պատրաստելուց հետո ինչպես ստացվեց, լավ եղավ թե ոչ, ինչ չի ստացվեց ձեզ մոտ, որպեսզի մենք կարողանանք ուղղել և ձեզ մոտ նույնպես ստացվի, բայց չեմ կարծում, եթե ինչ ասել եմ չափաբաժներ նույն կերպ պատրաստեք, միանգամից կստացվի, անհնար է, որ չստացվի, դե ինչ, լավ մնացեք սիրելիներս, գրեք մեկնաբանության բաժնում ինչ կցանկանաք պատրաստենք հաջորդ տեսանյութում և ես մեծ սիրով կպատրաստեմ, բաժանորդագրվեք սիրելիներս, անտարբերեք շատ, ավելացել ենք, բայց ոչ այնքան, որ հասնենք արդյունքի, բաժանորդագրվեք, գրեք ձեր կարծիքը, նայում եք, բայց չեք բաժանորդագրվում, իսկ դա ինձ համար լավ չէ, եթե նայում եք, ուրեմն անտարբեր չեք տեսանյութերի հանդեպ, ուրեմն պետք է նաև գրանցվել։ Դե ինչ, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում, ցտեսություն։